Այոցայի Բուբենի տարերից յուրաքանչյուրը նոր կերպար է ստացել նկարչի ինքնատիպ ու յուրօրինակ լուծումների շնորհիվ։ Սուքիաս Թորոսյանը կամ ինչպես ժողովուրդն է անվանում Տոտոն, հայկական այբուբենը պատկերել է խորհրդանշական համակարգում։ Յուրաքանչյուր տար բնաշխարհի արտացոլումն է կենդանու, թռչնի, ճարտարապետական նշագրության եւ այլնի տեսքով։ Նկարչական պատկերավոր լուծումներով ներկայացված տարրերը նաեւ հայության ինքնության, հայոց մեծերի վավերագրությունն են դարձել։ Շուշվա զբոսաշրջային ընկերության հիմնադիր տնօրեն Առնակ Ավետիքյանը նշում է, որ պատահական չէ ընտրվել ցուցադրման վայրը, քանի որ բոլոր մշակութային միջոցառումները նպատակաուղղված են Շուշիի որպես մշակութային կենտրոն վերականգնելու համբավին։ Այս ցուցահանդեսով հեղինակը վերադարձնում է մեր ակունքները, այսինքն դեպի պատմությունը Մեսրոպ Մաշտոց հայ գրերի ստեղծում։ Հիմնական այդ գլխավոր նպատակներից մեկը այս ցուցահանդեսի դա է եղել։ Ցուցահանդեսին ներկա էր նաև Արցախում գտնվող լիբանանահայ ճարտարապետ ասմունքող Հակոբ Գույումջյանը, ով կարևորեց միջոցառման նշանակությունը։ Չգիտեի իր նկարչական ընդունակությունների մասին, այսօր տեսա ուղղակի զարմանալի է, որ այս ընդունակությամբ մարդը գոնե մեզ մոտ մինչև հիմա ոյ մեկ ցուցահանդես չի արել։ Ինձ թվում է, որ սա շատ հետաքրքիր կլինի նաև այն առումով, որ ոչ միայն նկարչական ընդունակությունների մասին է ստեղծագործությունը, այլ նաև ազգային հեռանկար ունի, ազգային մտահոգություն ունի։ Հակոբ Գույումջյանը ցանկանում է առաջիկայում նկարչի անհատական ցուցահանդեսը ներկայացնել նաև լիբանանահայ արվեստասեր հասարակությանը, վստահ որ տեղաբնակները կողջունեն ծրագիրը։ Իր ստեղծագործություններում Տոտոն ձգտում է հասնել կատարելության ու յուրաքանչյուր աշխատանքի մոտենում չափազանց զգույշ ու լիարժեք նյութ արարելու պատրաստակամությամբ։ Նա պրոֆեսիոնալ է իր նախասիրություններում, անկախ նրանից հերթական երգիծապատկերն է լույս ընծայել, որևէ ստեղծագործություն բեմադրել, թե նախաձեռնել հերթական լրջախոհ քայլը։ Հայկական տարրերի կերպարը բացառություն չէր։ Գագիկ Խաչատրյան, Հովիկ Առաքելյան, օր